Ինեկո բանկը հերթական անգամ հանդես է գալիս սոցիալական պատասխանատվությամբ, վառ նախաձեռնությամբ, ընդլայնելով կրթական ծրագրերն ու ընդգրկելով ոչ միայն ուսանողներին, այլև գործող մասնագետներին։ 2023 թվականին մեկնարկած Ինեկո բանկը քո կողքին նախաձեռնությունն այս տարի նոր շունչ ու մասշտաբ է ստանում։ Նախաձեռնության նոր ծրագրի Ինեկո կամպուսի շրջանակում բանկը նախատեսում է ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում կրթական աջակցության համար։ Ծրագիրը ներառում է 150 ուսանողի կրթաթոշակ, 15 ուսանողի 1 ուսումնական տարվա վարձավճարի փոխհատուցում, 20 ուսանողի արտերկրում կարճաժամկետ ծրագրերի մասնակցության հնարավորություն եւ 30 մասնագետի մագիստրոսական կրթության ֆինանսավորում։ Կրթության ֆինանսավորման միջոցով մենք ուզում ենք հասնել անհատ քաղաքացիների, անհատ շահառուների կրթության որակի բարձրացմանը, ուզում ենք հասնել որակյալ մասնագետների առկայությանը, որը կբերի Հայաստանի Հանրապետության տնտեսության եւ զարգացման տարբեր ոլորտներում էական մրցունակության աճի։ Ինեկո բանկի կրթական նախաձեռնությունը հենվում է այն գաղափարի վրա, որ կրթական հասարակությունն է երկրի զարգացման շարժիչ ուժը։ Ուսանողների համար ծրագրին մասնակցելու միակ կարևոր նախապայմանը արտերկրում ուսում ստանալուց հետո պարտադիր հայրենիք վերադառնալն ու գիտելիքներն այստեղ կիրառելն է, քանի որ սա ոչ միայն ծրագիր է, այլև ներդրում ապագայի համար։ Այս տարի մեկ խոշոր կոմպոնենտ ունենք, որը հնարավորություն է տալիս 30 տարբեր ուղղվածության մասնագետների ուսանել աշխարհի top 50 բուհերում, ամբողջությամբ ֆինանսավորվելով Ինեկո բանկի միջոցներով։ Եվ մեր վերջին ամենակարևոր կոմպոնենտներից մեկն էլ մեր աշխատակիցների, երեխաների ուսման վճարի փոխհատուցումն է։ Ծրագիրը որևէ նպատակ չի հետապնդում, որ ուսանողները պետք է աշխատանքի անցնեն մեզ մոտ կամ սովորեն տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում։ Ծրագրի նպատակը բուն կրթության ֆինանսավորումն է, որպեսզի յուրաքանչյուրն իր իսկ ընտրած մասնագիտության մեջ հմտանա եւ դառնա մրցունակ մասնագետ։ Ըստ Միքայելյանի ծրագիրն ընդլայնվել է ոչ միայն բովանդակային առումով, այլև բուհերի աշխարհագրությամբ։ Նախորդ տարվա 4 բուհերի փոխարեն այս տարի ընդգրկվել է 14 բուհ, որոնց հետ ստորագրվեցին համագործակցության հուշագրեր։ Սա արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մասնակցում է այս ծրագրին։ Առաջին տարին 3 ուսանող է կարողացել օգտվել ծրագրից, իսկ 2024 թվականին 8 ուսանող։ Սա շատ դրական ամփոփիչ արդյունք է եւ շատ ուրախ ենք, որ այժմ 14 բուհ է կարողանում մասնակցել ծրագրին։ Ինչ վերաբերում է սոցիալական պատասխանատվությանը, Ինեկո բանկը գերազանց կարողանում է կատարել այս աշխատանքը։ Թվով 5 բուհերից 1000-ից ավելի ուսանողներ մասնակցել են բանկում կազմակերպվող մրցութային փուլերին։ Արդյունքում նրանցից ընտրվել են 19 լավագույնները։ Մենթորների աջակցությամբ ուսանողներն իրականացրել են ծրագրեր, որոշները նույնիսկ ներդրվել են բանկում։ 19 հաղթողներից 13-ը ստացել են կրթության ֆինանսավորում, իսկ 6-ը Ֆրանսիայում, Նիդերլանդներում եւ Չեխիայում մասնակցել են կարճատև դասընթացների։ Ծրագրի մասնակիցներից 12-ը հնարավորություն են ստացել միանալ Ինեկո բանկի թիմին։ Ես ֆրանսիական համալսարանում էի սովորում կառավարման ֆակուլտետում եւ արդեն 4-րդ կուրսում, երբ որ դիմեցի ծրագրին, հաջողությամբ հաղթահարեցի բոլոր փուլերը եւ արդեն անցա բանկում աշակերտության HR բաժնում։ Ֆինանսապես մեծ աջակցություն է հասցվում ուսանողներին եւ թեթևացվում է ֆինանսական բեռը կրթության հետ կապված, ինչպես նաեւ տրվում է հնարավորություն աշխատելու այնպիսի ընկերություններում, որոնք առաջատար են եւ հետագայի համար էլ նույնիսկ իրենց պորտֆոլիոյում մեծ դեր կխաղան եւ կբացեն բազմաթիվ դռներ։ Կրթության աջակցության ծրագրերի դիմումների հավաքագրումն արդեն սկսվել է։ Դիմում հայտերն ու ամբողջական տեղեկատվությունը հասանելի են Ինեկո բանկի սոցիալական էջերում եւ պաշտոնական վեբ կայքում, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։